Սեպտեմբերի 10-ից Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնողներին ավելի խիստ են հսկում, եթե ավելի են մնացել արգելում են մուտքը, այս մասին հայտնել է հայկական Կարիտաս միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 115 դաշնային օրենքի նոր փոփոխությունները, ըստ որի ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում եւ բեռնափոխադրում իրականացնողներին։ Փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել նաև ապօրինի միգրանտների արտաքսման ռեժիմը կարգավորող օրենքը, ըստ որի խախտում թույլ տված օտարերկրյա քաղաքացիները ներառվում են հատուկ ռեեստրում։ Բանակցությունների արդյունքում Գերմանիայի կողմից Հայաստանին կտրամադրվի 84.6 միլիոն եվրո դրամաշնորհ, այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նախարարի, քննարկումների հիմնական շեշտադրումը եղել է վերականգնող էներգետիկայի, էներգաարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների, տեխնոլոգիական ոլորտի համագործակցությանը։ Կառավարությունը աջակցության նոր ծրագիր է հաստատել, նպատակ ունենալով խթանել հավաստագրված սերմերի օգտագործումը եւ բարձրացնել ցորենի արտադրողականությունը։ Ծրագրի համաձայն, եթե աշնանացանը կատարվում է հավաստագրված սերմերով, ապա յուրաքանչյուր մշակված հեկտարի համար կտրամադրվի 80,000 դրամի փոխհատուցում։ Ծրագրից օգտվելու համար մինչև նոյեմբերի 1-ը պետք է դիմել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 2025 թվականի ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 2425 շահառու, վճարվել է շուրջ 2 միլիարդ դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 14546 ընտանիք, վճարվել է շուրջ 10 միլիարդ 629 միլիոն դրամ։ Նոյեմբերի 1-ից սկսած Միացյալ Նահանգները Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ 100% մաքսատուրք կսահմանի։ Չինաստանն էլ իր հերթին հայտարարել է, որ այս տարվա նոյեմբերի 1-ից արտահանման լայնածավալ վերահսկողություն կսահմանի սեփական եւ որոշ օտարերկրյա ապրանքների նկատմամբ։ Քայլը միջազգային մակարդակով գնահատվում է որպես ագրեսիվ եւ աննախադեպ։ Վերլուծաբանների կարծիքով քայլը կարող է խորացնել առևտրային լարվածությունը։ Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը Բաքվում բարձր մակարդակի եռակողմ հանդիպում կանցկացնեն հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման նպատակով։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Ռեշտ Աստարա երկաթուղու առևտրային պայմանագիրը ռուսաստանյան ընկերության մասնակցությամբ որպես կապալառու մոտ է ավարտին եւ դրա ստորագրումը սպասվում է մոտ ժամանակում։ Սա հնարավորություն կտա անցնել նախագծի իրականացման փուլին։ Եվրամիության 7 երկիր ավելացրել է էներգետիկ ռեսուրսների ներմուծումը Ռուսաստանից։ Reuters-ի տվյալներով Ֆրանսիան, Բելգիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Ռումինիան, Պորտուգալիան եւ Հունգարիան 2024 թվականի համեմատ բարձրացրել են ռուսական էներգետիկ ռեսուրսների գնումները արժեքային արտահայտությամբ։ Օրինակ, Փարիզը ռուսական հումքի ներմուծումն ավելացրել է 40%-ով, իսկ Ամստերդամը 72%-ով։ Ընդհանուր առմամբ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Եվրամիությունը Ռուսաստանից ներմուծել է էներգետիկ ռեսուրսներ ավելի քան 11 միլիարդ եվրոյի արժեքով։ Եվրոպական միության եւ Շենգենյան գոտու արտաքին սահմաններում սկսվել է մուտքի եւ ելքի նոր թվային համակարգի ներդրումը։ Շենգենյան գոտի առաջին մուտքի ժամանակ համակարգի գործարկումից հետո անձը կանցնի ընդլայնված գրանցում, որը կներառի կենսաչափական տվյալների հավաքագրում, դեմքի պատկերի եւ 4 մատնահետքերի տեսքով։ Հետագա սահմանահատումների դեպքում գործընթացը կլինի ավելի պարզեցված եւ արագացված, քանի որ կենսաչափական տվյալները կհամեմատվեն արդեն թվային տեղեկատվության հետ։
Հայաստանի Հանրապետության պետական պարտքի հաշվառման տարբերակը կփոխվի։ Պարզվում է, մինչ այս հաշվառվող տարբերակը հակասել է միջազգային ստանդարտներին։ Արժույթի միջազգային հիմնադրամը նախապայման ունի։ Հայաստանը պետք է ավելի հասկանալի լինի միջազգային պարտատոմսեր ձեռք բերող կազմակերպությունների համար։ Ըստ ֆինանսների նախարարության նախագծի հավանության արժանանալու դեպքում Հայաստանի պետական պարտքի չափը փոփոխություններ կկրի։ Մոտ 2%-ով մեր պետական պարտքը ցուցանիշը իջնելու է, հիմնականում կենտրոնական բանկի պարտավորությունների հաշվին եւ մոտավորապես 0.2%, այդ 2%-ի մեջ դա երաշիկներն են։ Գերմանիան Հայաստանին 84.6 միլիոն եվրո դրամաշնորհ կտրամադրի։ Համաձայնագրերից մեկով նախատեսված է 69 միլիոն եվրո, որից 3 միլիոնը դրամաշնորհ է, 66 միլիոնը վարկ, իսկ մյուս տեխնիկական համաձայնագրով նախատեսված 15.6 միլիոն եվրոն դրամաշնորհ է։ Ի սկզբանե ծրագրի մեջ շատ մեծ բաղադրիչ է ունեցել արևային պանելների տեղադրում արտադրությունը, բայց հետագա նաև զարգացումները ցույց են տվել, որ սա ըստ էության արդեն ծրագրի կոմպոնենտ է միայն եւ ոչ ամբողջական մաս։ Հիմա արդեն մեծ շեշտադրում ենք դնելու կուտակիչ կայանների վրա։ Եթե կուտակիչ կայան գումարած արևային պանել այս համակարգն է աշխատելու, արդեն այդ կոմպոնենտի վրա ենք։ Ըստ էկոնոմիկայի նախարարի այժմ բիզնեսի էներգախնայողության մեջ մեծ բացեր կան, ընդհուպ մինչև էներգետիկան վտանգային հարցեր։ Հայ-գերմանական նոր համաձայնագիրը ուղղված է նաև տվյալ հարցերի ճիշտ եւ համակարգային լուծմանը։ Հայաստան-Եվրամիություն համատեղ կոմիտեի նիստում քննարկվել են վիզաների դյուրացման եւ Շենգենյան ընթացակարգերի բարելավման հարցեր։ Հայկական կողմը բարձրաձայնել է համաձայնագրով սահմանված պայմանների կատարմանն առնչվող խնդիրները, ընդգծելով հատկապես տրամադրվող վիզաների վավերականության կարճ ժամկետները, համաձայնագրով սահմանված կանոնների, պահանջվող փաստաթղթերի եւ վճարների միասնական կիրառման անհրաժեշտությունը։